Բարի լույս աղջիկներս, առավոտ շուտ գնում ենք հիվանդանոց, պոլիկլինիկա։ Երեխեքին քանից անել եմ, հագցրել ու միանգամից տանում եմ ստուգումների, տեսնեմ, եթե սրսկումները մնացել տվեն, հաջան։ Էլինա, ո՞նց ես։ Քնած է Էլինա։ Երեխեք ջան, գնում ենք մեր նոր բնակարան։ Ասում եք Աննա ջան, ում տուննա։ Աննանց տունն է, երեխեք ջան։ Ուղղակի մենք նույն փողոցի վրա է մեր տները։ Մի քանի տուն վերև է։ Այս ռոզվիները։ Արած դրած, հավաքած։ Որտեղ խոտը շատ է, այնտեղ մարդ չկա ապրող։ Որտեղ մաքուր է, այդտեղ մարդ կա ապրող։ Հա ջան։ Ջան։ Հա։ 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 Ահա։ Չլսի, բայց ինչ ասում։ Ախպոր ձեռը բռնած, սիրուն գնում է։ Հասնում ենք երեխեք ջան, ամենասկզբի տունը, հենց որ գա կգաք Աննանց տանը կոֆե կխմեք, կգաք մեր տանը հաց կուտենք, կամ հակառակը, վերև հաց կուտենք, ներքև կոֆե կխմեք, բարև ձեզ, ասում անցրև գա, այս տանից էլ կաթենք վերունում, շաբաթը 2 անգամ առնում ենք էլի։ Ավտոյա գալի։ Ջանա։ Հա, բալես, ավտոյա գալիս։ Հələ նայեք երեխեք, մի գիշերվա մեջ վարդերը ոնց է բացվել։ Ինչ սիրուն է, ռոզվի։ Հələ նայեք։ Այստեղ խորենը մաքրել է, բայց կեսն է մաքրել, վախենալով եմ առաջ գնում, որովհետև այստեղ օձերը շատ են։ Հələ այն վարդին նայեք երեխեք։ Շատ սիրուն է։ Իմ հետ կա։ Դուրը փակի, դուրը փակի։ Այստեղ էլ է հանձել։ Այստեղ լիքը։ Там туалет сломался. Հա, բալես, այս ընթացքում սաղ կմաքրենք։ А здесь что? Այդտեղ հավաբուն է։ Ոյ, փուշեր։ Հավաբուն է, բալես։ Մենք հավաբունը տենանք։ Или что-то. Ոնց է, ուրախաց է, երեխեք հավա տեսել նստած։ Մամա, նայ հավ կա նստած։ Զգուշ, հա, 3-4 տեղ է ձուկ ա դրած։ Մեկ անի հուշտ կեղնի, տեսնեք եք, իրիկունը կերում էր բերենք, կերում էր, կեր ու ջուր, դուսեք եք, հա ջան, Яйцо ломаться как яйцо. Хорошо, արի, եք, չպախնի, Գնում ենք կոֆե խմելու, կոֆեն է փումա, ձերքով արեկանո տատի, բարև ձեզ, Սանա, ձունե կդարնա 20 հատ հավ, Սոփյա, աստեղ հաց են թխել իրանք, Աստեղ լավն է,
Ես մեզ համար քաղցրեղեն ենք բերել, որ առաջի սուրճ, առաջինը չարփեն, որ երրորդ։ Կոֆե են գալիս երեխեք ջան։ Գաթենով էր թե քնարի քնարներ ուղարկել, ապրես քնար ջան շատ։ Գիտեմ, որ ինձ հետևում է։ Շատ համով գաթա էր քնար ջան, ահա։ Կոնֆետը վերցնեմ։ Քնարը անոտ մոխրի։ Վերցնեմ ուտեմ։ Աշխատակ իր հետն էլի աշխատում, հա։ Это ուտեմ է։ Գերեք։ Հա, մենակ չփշրեք թափեք։ Вот я вот так. Пластик корот. Мама. Ага. Не хочу я это. Я хочу. Ջան, Ալես կիլոգրամ։ չէ, գրած ավրեն ինչ քանի կիլոգրամ է։ Եկել ենք պիտյորոշկա առևտուր անելու։ Գներ արագ ձեզ ցույց տամ։ 91 ռուբլի կարտոֆիլը, 119 նոր կարտոֆիլը, սոխերը 79։ Նայեք, կարակ տանենք ու ցանենք։ Ծլած։ Այս տեսակ է սորտի երեխեք սերմեր է արել, մեծացան այսպես ու ցուրտը խփեց մի անգամից չորացավ թփերը։ Նոր դանակների կոմպլեկտա։ Այս Աննային պետք է։ Իմ դանակները սա ջարդվել է, հա։ Այո, ինչու՞ չէ։ Կարամ հավաքեմ կոմպլեկտը։ Գեորգին ասում էլի դանակների խելքին ընկար, արդեն իմ բնավորությունը լավ գիտի։ Ինչը նորություն է, ես իրանց խելքին եմ գնում։ Գնանք տորթերի, լստեն նայեք։ 4 հատիկ խնձորը արժե 169 ռուբլի, օրինակ խելքին մոտիկ բան չի, 4 հատիկ խնձորին 169 ռուբլի։ Ստեղ լավ ցուրտ է, տեսնեմ տորտ չկա։ Վաղը տեքորս ծնունդն է, եկել ենք առևտուր անելու երեխեք ջան։ Հա, տորտ կա։ Ասաս կեսուրս կա ընտրենք տորթեր, տեսնենք, որ մեկն է հավանում, վերցնենք։ Փողի սիրուն տապշկեք եմ ուզում։ Մի խոսքով երեխեք ջան։ Ես եմ։ Ահա։ Երշիկների բաժինն է։ Ձում 123 ռուբլի։ Էժանեկա 91, 62։ Ինչ ձեզ ցույց տամ, ինչով եք հետաքրքրված, հլա գրեք տեսնեմ։ Գնանք տեսնենք մերոնք ինչեր են գնում, որտեղ է։ Այս պիտյորոշկեն սիրում եմ։ 10 հատնա, 4 հատը 79 ռուբլի, հա։ Արդեն պետք է կամոց առնեմ, երիկը երորդ դասարանա տեղափոխվում, մազ գնենք, մի մասը Հայաստանից հետս կբերեմ։ Մի մասը ստեղից կգնեմ, մազերի ներկեր։ Ամեն ինչ սարքեն գրամով, նույնիսկ թխված կաբլետները գրամով, 100 գրամ արժե 39 ռուբլի, այսինքն կիլոգրամը արժե 390 ռուբլի, 400, մի ռուբլին է այս կոմենկոմ դեր խաղում։ Ես ինչ ասում եք դա։ Ջարդեցի, ջարդածների համար ես պատասխանատու չեմ։
Այն կողմն ալ կարակ։ Ուրա։ Աղջիկներս մենք արդեն տուն ենք վերադարձել խանութից, գնումներ կատարած, արագ-արագ գնումները ցույց տամ, գիրեմ, որ շատ եք սիրում գնումներ։ Թարխունի հյութ ենք վերցրել, երեխաները շատ են սիրում, ալյուր, որ մեր տանից անպակաս է։ Այն կարմիր պաշկով ալյուրը վերացել այստեղ չկա։ Հիմա անցել ենք դեղին պաշկային, հիմա եթե շատ գնեմ իրանից, նորից կվերացնեմ։ Յոգուրտ, ինչպես տեսակ, բանան, լոլիկ ենք վերցրել աղջիկներս, դե գիտեք, վաղը ծնունդ ունենք, ծնունդ ենք անելու, իհարկե ոչ այդպես մենց, հա, մենք մեր ընտանիքով սոխ ենք վերցրել, գները արդեն դուք տեսաք, դրա համար գները չեմ նշում, բավականին երեխեք ջան թանկ է, դուք էլ եք գրում, որ մեր մոդելա թանկ, հիմա ամենուր թանկացումներ է և ոչ մի էժան բան չես գտնի, իսկ ինչը որ էժան է, ընդհանրապես ուտելու ենթակա չէ։ Օճառ ենք վերցրել, սև օճառ, որը շատ ենք օգտագործում, սև օճառ երեխեք ջան մաքրում է, ալյումինե կաթսաները, միայն ալյումինե, հա, նու էներժի կաթսաներն է կարող եք լավ մաքրել, բայց հիմնականում փայլացնում է ալյումինի կաթսաները։ Այստեղ ինչպես տեսնում եք թթվասերը, հնկածավար, կարակ, բնական հյութեր, երշիկներ, նփերշիկ, գծու կեչուպ։ Երեխեք ջան անցած վլոգում տեսակ, որ անոտատը հացեր էր բերել, հատուկ բուտեբրոդների համար, սկեսուրս հիմա պիցցա է պատրաստում։ Այսպես երկու մասի է բաժանել։ Պիցցա։ Տայտիկ, հա։ Պանիր, հավի կրծքամիս, լոլիկ, պղպեղ, նրբերշիկներ, հացերը արդեն պատրաստ է։ Հաց ուտելու։ Փոխ են միացնել շարը։ Նյամ ես ուզում։ Էսա է փի, հատ պանիրը հետո ես լսում։ Մայ պանիրը հետո են լսնում։ Եկեք երեխեք ջան ուտելու։ Աղջիկներս, քանի որ արդեն խանութում նշեցի երեկվա վլոգում, վլոգը դեռ շարունակվում է, դեկորս ծնունդն է, պատրաստում ենք խորոված անել, այստեղ կա հավի և խոզի միս, բայց շատ մեծ է, շատ հաստատ չգիտեմ։ Հիմա ես համեմունքները կանեմ, ամբողջը աղա, կարմիր պղպեղ, սև պղպեղ, մի խոսքով այն ամեն ինչ, որ պահանջվում է, տղաները կգան և կմտածեն արդյոք կարելի է փոքրացնել, թե հենց այդպես էլ խորոված անել, ինչպես տեսնում եք, շատ հաստ է ու շատ մեծ է, էլի չգիտեմ, որպեսզի լավ եփվի, ինձ թվում է պետք է մի փոքր մանր լինի, բայց ամեն դեպքում ես համեմունքները կավելացնեմ։ Հիմա այստեղ հանում ենք կարմիր պղպեղը, սև պղպեղը, էլ ինչ կարելի ավելացնել։ Հատուկ խորովածի համար այսպես համեմունքներ ես շատ եմ սիրում։ Այս մեկը ձկան է։ Այս էլ է ձկան, այս էլ է խորովածի։ Մի փոքր, ինչ կարելի ավելացնել, մի փոքր ուրց, սարի ուրց, բայց ուրց սոխը բերեմ մաքրեմ, մաքրած սոխ չունենք։ Այս էլ է շաշլիկին։ Գնացինք։ Ինչ ունենք ձեռքի տակ, ավելացնում ենք։ Պարտադիր չի, ինչ համեմունքը լինի, պարտադիր չի, ըստ ճաշակի, ըստ ինչ կա տանը։ Կարևորը համեղ լինի, կարևորը սիրով անեք, որ շատ էսպես աղը ամենառաջինն եմ ավելացնում, ես միշտ աղը ճոխ եմ ավելացնում, ավելացնում ենք սև պղպեղը, առանց խնայելու ավելացնում եմ, որ լավ էսպես համենվել։ Այս շաշլիկի պիպրավան ենք, ոյ, շատ գնաց, բայց շատ չի, միսն էլ է շատ։
Ես մյուս շաշլիկին ենք ավելացնում։ Հիմնականում, եթե մենակ հավ ենք անում, ես միշտ տոմատի մածուկ եմ ավելացնում, շատ համեղաստացվում, այսպես սոշնի է լինում։ Բայց այսօր խոզի միսն էլ հետնա, տոմատ չեմ ավելացնի, որպեսզի չվառվի։ Հավի թևիկները եւ բդիկները տոմատով յուրահատուկ համ է տալիս։ Կարմիր պղպեղ, էլի ճոխ, այս կծվեր։ Այնց անում, որ երեխեքն էլ ուտեն էլի։ Բայց թե արեցի վերջացրեցի, հետո մտածի կծուրա, թե ոչ։ Այսպես աղջիկներս խառնում ենք, սոխն է բերեմ լավ, այսպես ճզմենք։ Ու վերջ, պատրաստ են, թողնում ենք մի 2-3 ժամ, լավ այսպես մնա։ Ավելացրի երեխեք ջան սոխը եւ սարի ուրցը, հիմա լավ այսպես խառնում ենք, որպեսզի այսպես լավ իրար խառնվեն ու այդպես թողնում եմ 2-3 ժամ։ Ահա երեխեք ջան, պատրաստ է, արդեն անուշ այսպես հոտը գալիս է։ Հիմա միասին գնում ենք դուրս եւ ցույց տամ հոտի դեղի ամանը, երեխեք, կարևորը դեն չեմ գցել, պահել եմ, որ մի հատ նորից գնեմ։ Ու տեսնենք, արդյոք 5 տարի կպահպանվի, թե ոչ, խոտ դուրս չի գա։ Երեխեք ջան, այս տեղն է 3-ից 5 տարի խոտ դուրս չի գալիս, նայեք։ Ես նոր եմ երեխեք ջան փչել, արդեն ինչքան ժամանակ է այդ հատվածում խոտ դուրս չի եկել ու հուսամ դուրս չի գա։ Կարող եք սկրին անել եւ գնել։ Ահա։ Մինչև 29 թիվը ժամկետի մեջ է գտնվում։ Իրենից մի 2 հատ է պետք է առնեմ, որպեսզի ամբողջովին խոտազատվեն։ Հիմա գնում եմ երեխեք ջան սող համեմ քաղելու։ Ասում եք Աննա ջան, շիթիլները մարգի մեջտեղը մեկ ցանի, որպեսզի բերք ստանաք, մեջտեղը չերեխեք ջան։ Նայեք, շիթիլի արմատը այստեղ է։ Մենք նենց ենք ցանել, այսպես է, իջել ինքը արմատը, ինքը ուղղակի սենց վերև է բարձրանում, այստեղ է իր արմատը, ջուրը ստեղ է գալիս։ Նույնն էլ այստեղ, ինքը ներքև է, իսկ արմատները մեկը այս կողմն է սենց իջնում, մյուս այս կողմը։ Մարգի մեջտեղը չի, մարգի մեջտեղը այստեղ է դատարկ է, ոչ մի բան չկա։ Նույնն էլ պղպեղը, այստեղ է իրանց արմատը։ Մենք թեք ենք տնկել։ Ահա, տեսեք, արվին ինքը շատ մոտիկ է։ Այստեղ թզի ծառը մենք մտածենք չորացել է, բայց ինչպես տեսնում եք, ոչ եւ նորն է դուրս եկել։ Պետք է դեղ փչենք, հա։ Նայեք, բերեմ դեղ փչեմ։ Կարտոֆիլի բոլոր ծաղիկները արդեն երևում է։ Ընդամենը 2-3 օրվա մեջ լավ այսպես առաջ են եկել։ Սող քաղենք։ Տանենք մաքրենք, եսա տղաները կգան աշխատանքից, խորոված կանենք ու այդպես կնշենք դեքորս ծնունդը։ Ահա աղջիկներս համեմ կոտեմ սամիտ սող հավաքեցի, հիմա ձու ինչպես տեսնում եք, հիմա արդեն գնում ենք տուն։ Հենց երեխեք քոմի է, բայց տակ քամի է, այդպես ցուրտ չի։ Անձրև էր տվել, որ չեկավ։ Երեխեք ջան, խորովածի կրակը արդեն վառվում է եւ մեզ ինչ է մնում անել, մոտիկանալ կրակին։ Հա?
Էլինա։ Մոխուտ եմ ես քեզ։ Նայում եմ։ Ասմորի արի։ Գամ։ Ջուլբազին ես կանչում։ Հələ ինձ նայի։ Հələ մամային նայ Էլինա։ Մոխուտ եմ ես քեզ։ Մռութս։ Բախ։ Ոյժուկես։ Մենակ խորխորում ես։ Երեխեք ջան, խնդրից նոր եմ եկել, ինձ համար մազեիներ կեն վերցրել, քանի որ 2 օրից գնում ենք Հայաստան, որոշեցի մազեիս գույնը փոխեմ, դե արդեն գիտեք, դե քորս ծնունդն է եւ նվեր ենք վերցրել, ես ու ամուսինս, ոնց սպասեք երեխեք, այսպես գեղեցիկ նոսկի, տապչկա, ամառային, այսպես թեթև, սպորտային կարելի ասել և ցամքոց։ Ահա։ Ինքը շատ լավ, շատ փափուկ ցամքոց է, բավականին մեծ է։ Շտա լողանալու համար չի, բացվելու համար է, բայց լավ մեծ է, փոքր չի։ Այսպես երեխեք ջան։ Սել դեկորս նվերներ են։ Վաու։ Հələ դե երկեք։ Ծամփիկներ։